Հայաստանի կառավարությունը առաջիկա օրերին Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցի TRIP նախագծի վերաբերյալ հայկական կողմի դիտարկումները։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետը։ Համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Սկսվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը եւ գնահատումը, որը շատ կարեւոր է նախագծի իրագործման համար։ Պատգամավորները վարչապետին հարցեր ուղղեցին փետրվարի 9-ից 10-ը Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի հետ բանակցությունների մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Լիլիթ Մինասյանը ընդգծեց, թեև ընդդիմությունը դարձյալ ներկա չէ հարց ու պատասխանին, սակայն այցի վերաբերյալ քննադատություններ է հնչեցնում այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահը Երևան էր ժամանել առանց օրակարգի։ Ինչ ա եղել օրակարգը, եղել է TRIP-ը, եղել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված 3 մեր մտադրությունների հուշագիրը։ Հիշում եք այն ժամանակ էլ ասում են, հա դե մտադրությունների հուշագիրը։ Հետո ես էլ ասում եմ դրա համար, որ հետագայում նաև դրանց հիման վրա process-ներ տեղի ունենան։ Ընդ որում TRIP-ի շրջանակներում քննարկվել է հնարավոր էլեկտրաէներգիա, էլեկտրական հաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթուղի։ Ես անկեղծ ասած հիմա ուզում եմ հիշեմ ծավալով ավելի մեծ ծավալուն քննարկումներ նկատի ունեմ տնտեսական եւ քաղաքական երբեմն վերջին անգամ ունեցել։ Էլ անվտանգային էլ չեմ ասում, որ առաջին անգամ ընդ որում այսպիսի բան հաճախ չի լինում, որ Միացյալ Նահանգները հենց այցի ընթացքում պաշտոնականի ցույց է դրվում, որ ժամանակակից ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում Հայաստանի Հանրապետությանը, բայց սա ինչի մասին է։ Սա նրա մասին է, որ Հայաստանի Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է, այսինքն այդ մի բանը անօթաչու թռչող սարքը ցույց տալու իմաստը ո՞րն էր։ Ցույց տալու իմաստը այն էր, որ ճանապարհը դա ըստ էության Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսն է։ Մինասյանը ընդդիմադիրների ևս մեկ քննադատություն բարձրաձայնեց։ Վարչապետին մեղադրում են առաջիկա ընտրությունները կեղծելու համար, քանի որ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը հիշեցրեց 2018 թվականից սկսած Հայաստանում որևէ ընտրություն չի կեղծվել։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղակի։ Նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ։ Հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել։ Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային կապերի ու երթուղիների ապաշրջափակման հարցերին։ Պատգամավոր Գեգամ Նազարյանը հետաքրքրվեց, արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվում է Իջևան-Ղազախ հատվածում երկաթուղու վերականգնումը։ Վարչապետը հայտնեց, չկա որևէ ճանապարհ կամ երթուղի, որի բացման կամ վերաբացման հարց չի քննարկվում։ Երկաթուղու ձեր նշած հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ ցավոք արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որը ըստ էության ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր պոտենցիալ կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ցույց դնի, այսինքն շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, երկաթուղուն նշված հատվածը Ադրբեջանը Հայաստանի տարածքով Թուրքիային կապող ամենակարճ ճանապարհն է։ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան-Հրազդանի երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին երկաթուղ է եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես ամենակարճ ճանապարհը, այսինքն Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի եւ Ախուրիկ։
Այդ ամենակարճ ճանապարհը։ Ադրբեջանի հետ շփումների համատեքստում վարչապետը դիմեց բիզնես ոլորտին, հիշեցրեց Հայաստանի համար բաց է երկաթուղով դեպի Ադրբեջան բեռների արտահանման ուղին։ Շարունակելով թեման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև խաղաղության հաստատման օրակարգի շրջանակում իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստացած Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի մասին։ Այն, որ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդունել են այդ մրցանակը, գնացել են այդ միջազգային հեղինակավոր լսարանի առաջ ստացել են այդ մրցանակը, դա նշանակում է երկու կողմերը եւս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Իհարկե ելի եմ ասում, ինչպես ասել եմ 2025 թվականի օգոստոսի 18-ին իմ ուղերձում խաղաղությունը միշտ ունի խնամքի կարիք։ Այսօրվա մեր խաղաղությունն էլ ունի խնամքի կարիք, եւ դա տեսանելիությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության մեր եւ Ադրբեջանի միջև խաղաղության տեսանելիությունն է բարձրացնում, մեծացնում է հետաքրությունը, բարելավում է ներդրումային միջավայրը եւ ընդհանրապես պոզիտիվ մթնոլորտ է ստեղծում մեր երկրի շուրջ։ Վերադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մանրամասներին, վարչապետը անդրադարձավ ընդդիմության կողմից հաճախ շահարկվող Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, այս պահին ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու փուլում են, որից հետո ենթադրվում է, որ գործունեությունը եւս մեկ անգամ երկարաձգվի մինչև 2046 թվականը։ Դրան զուգահեռ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ քննարկվում է նոր ատոմակայան ունենալու հարցը։ Ճակատագրական ռազմավարական նշանակության որոշումը եւ որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։ Այն որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատանքներ են տարվում նաև սահմանային հատման կետերում անկոնտակտ անցման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Վարչապետը կառավարության առաջ խնդիր է դրել 2027 թվականից հետո, երբ Հայաստանում կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, օդանավակայանում եւ սահմանի հատման բոլոր այլ կետերում ներդնել անկոնտակտ անցման ուղիներ։ Դրա համար պետք է, որ Միացյալ Նահանգները, ովքեր այդ տեխնոլոգիաներին տիրապետում են, այդ տեխնոլոգիաները կիսեն մեզ հետ։ Եվ ես երեք Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ քննարկել եմ այս թեման եւ մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաները կկիսվեն Հայաստանի հետ։ Իհարկե նաեւ ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգների փոխնախագահին դրա համար, իհարկե դրանից առաջ էլ շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին, ում հետ օգոստոսի 8-ին մենք Վաշինգտոնում ստորագրեցինք մտադրությունների հուշագիր խաղաղության խաչմերուկ նախագծի կարողությունների զարգացման մասին, որտեղ սահմանների աջակցությունը կառավարման հարցում ընդգծված էր եւ խոսքը այդ տեխնիկական միջոցների տրամադրման մասին է, դրանք պարզավոր ժամանակակից, գերժամանակակից ճշգրիտ միջոցներ են, թանկարժեք եւ մենք հույս ունեմ, որ տարվա վերջից արդեն կսկսենք դրանք ունենալ։ Երկու երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն նաև տեխնոլոգիաների ոլորտում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնեց Հայաստանում անցկացված տեխնոլոգիաների եւ նորարարության առաջին գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում էին ամերիկյան մի շարք խոշոր եւ հեղինակավոր ընկերություններ, տարբեր որոշումներ են կայացվել, որոնցից մեկը Հայաստանի համար YouTube հարթակի մոնետիզացիայի ակտիվացումն է այս գարնանը։ Firebird ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն իսկ վերահաստատեցին, որ երկրորդ փուլի իրենց ծրագրի արհեստական բանականության տվյալային կենտրոնի երկրորդ փուլի իրագործման թույլտվությունն են ստացել Սպիտակ տնից եւ ընդհանուր ծրագրի արժեքը, որը դեռևս նախորդ տարվա ամռանը ներդրումային արժեքը հայտարարվել էր $500 միլիոն, ըստ էության կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սրա արդյունքում արդեն հայտնի է Հրազդան քաղաքում կառուցվելու է արհեստական բանականության տվյալային կենտրոն Nvidia եւ Dell ընկերությունների հետ համատեղ գործակցությամբ 26 թվականից սկսած արդեն իսկ իր գործունեությունը կծավալի։ Հայկական կողմը իր հերթին Միացյալ Նահանգներին առաջարկել է իր արտադրանքը։ Թումո ընկերությունը նաև հայտարարեց արդեն հակառակ
ուղղությամբ, որ առաջիկայում նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Միացյալ Նահանգների տարածքում։ Հարցուպատասխանի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Համբարձու Մաթեոսյանն էլ խոսեց Սևանա լճի մասին։ 2017 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է լճի մակարդակի աճ։ Այս տարվա հունվարին Սևանի մակարդակը բարձր է եղել 1 սանտիմետրով։ Վարչապետն էլ հանձնարարել է 2026 թվականի ընթացքում չգերազանցել Սևանից ջրառի թույլատրելի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը։ Ժիրայր Գրիգորյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։